Երեք ազգային ժողովում падգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարություն արեց, որ ցանկացած նորմալ երկրում կարող էր հանգեցնել ծանր հետևանքների այն քաղաքական թիմի համար, որի մասին խոսվում էր հայտարարության մեջ։ ՀԱԿ-ում Հայաստանը ներկայացնող իշխանական падգամավորները չաջակցեցին իմ առաջարկությանը վերջնական բանաձևում ձևակերպել պահանջ Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքական ղեկավարության դատավարությունները մշտադիտարկող միջազգային առաքելություն ուղարկելու վերաբերյալ, մինչ նրանց անվերապահ ազատ արձակումը, ինչպես նաև պահանջ մշակել Արցախի մշակութային ժառանգությունը պաշտպանելու ուղղությամբ։ Ավելին, նրանք ոչ միայն չմիացան իմ առաջարկությանը, այլև պարզվեց, որ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել, հայտարարել է падգամավորը։ Այս պնդումներից հետո ՔՊԱ-ականները չկարողացան հերքող հայտարարությամբ հանդես գալ։ Սա նշանակում է, որ ՔՊԱ-ականները միացել են ադրբեջանական պատվիրակությանը ընդդեմ հայ գերիների կամ ավելի կոնկրետ ընդդեմ հայկական շահի, ինչը կարող էր ստիպել ՔՊԱ-ականներին գնալ նման բացահայտ հակահայկական քայլի, դավադիր լինելը, թե այստեղ այլ շերտեր էլ կան։ Բոլորին է հայտնի, որ Ադրբեջանը մշտապես միջազգային հարթակներում կաշառել է այս կամ այն երկրի ներկայացուցիչներին, ստիպելով նրանց գործել ի նպաստ իր շահերի և հակահայկական գործունեություն ծավալել։ Ադրբեջանի այս գործելավոճը միջազգային հարթակներում ստացել է «խավիարային դիվանագիտություն» անվանումը։ Այս առնչությամբ Գերմանիայում անգամ դատական գործընթաց է տեղի ունեցել Բունդեսթագի նախկին падգամավորների նկատմամբ։ Մյունխենի բարձրագույն շրջանային դատարանի առաջ կանգնել էին Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միության անդամներ Էդուարդ Լինդները և Աքսել Ֆիշերը։ Նրանք մեղադրվում էին Ադրբեջանի իշխանություններից կաշառք ստանալու մեջ Եվրախորհրդարանում նրանց շահերի լոբբինգ իրականացնելու համար։ Հաշվի առնելով Ադրբեջանի նման փորձառությունը և ՔՊԱ-ականների բացահայտ հակահայկական վարքագիծը, հարց է առաջանում՝ կարող էր լինել այնպես, որ ՔՊԱ-ականներին էլ են փող տվել։ Մենք դեռ նման պնդում չենք անում, սակայն կասկածելու լիարժեք իրավունք ունենք։ Իսկ իրականությունը կբացահայտվի, երբ ՔՊ-ն հեռանա իշխանությունից և Հայաստանում վերականգնվի հայկական իշխանությունը։